դուդուկի թեմայով Արկադի Դումիկյանը մի երգ էր թողարկել եւ դրա շուրջ շատ քննարկումներ առաջացան։ Արկադիկին թողենք մի կողմ։ Այսօր շոու-բիզնեսը ինչ որ կատարվում է, իմ համար 99% երգերը թիթեռի կյանք ունեցող երգեր են։ Անահիտ Սիմոնյանը մի հարցազրույցում նշել էր, որ Ես տեսել եմ։ Հայկոյի ընկերներից միայն դուք եք, Կամո Սեյրանյանն է, որ կապը պահել է որդու հետ։ Իմ բոլոր ընկերները այդ բաները սիրկաները ուղարկում էին ինձ, արդեն Արմանը լուրջ տղա է, երբ չանկամ որ նայեցի, Բոյով եւ ինձանից է բոյով արդեն սիմպաթիկ տղա է ու շատ նման է Հայկոյին։ Ասել եք, որ շատ դեպքերում այսօր հայկական երգարվեստում ռաբիզնել են անորականում։ Մենք լավ ռաբիզ ունեցել ենք մինչև 90-ական թվականը։ Դարերով թուրքերել են հայկական երգերը, հայերել են թուրքերեն երգել, ուզում եմ ասեմ, էդի ես գողություն չեմ համարում։ Թաթուլ ջան, բարև ձեզ։ Կամարջոբա գենացվալը, երորդ մասի եմ ես օպերացիում աղում։ Ես էլ ճիշտն ասած նորատուսում եմ ծնվել։ Ես որ կորպորատիվներ էի ունենում, ես ուզում էի բոլոր իմ ընկերներին սենց տնավարի ասեմ, խեր տայի։ Մի մեղեդի, որ դարել է իմ ոնց որ այցեքարտը։ Go Sport 96.3 FM-ի ոդքասթային եթեր։ Ողջույն, դուք դիտում եք Breakpoint-ի նոր էպիզոդը, իսկ մեր տաղավարում է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ դուդուկահար Կամո Սեյրանյանը։ Ոնց եք, Կամո։ Բարև ձեզ, Բարև ձեզ։ Աննա ջան, շատ լավ եմ, գտնվում եմ ձեր հիասքանչ տաղավարում, հետաքրքիր շատ, գույնավոր։ Ոնց են համերգային ծրագրերը, ինչ փուլում են, ակտիվ եք, Նոր ենք, ոնց որ։ ճիշտ ասած, Սեդայի հետ վերադարձել հայրենիք, մոտ 10-11 օր շրջագայում էինք Ռուսաստանի Դաշնության քաղաքներում, Վոլգոգրադ, Պերմ, Չելյաբինսկ, Թյումենը ավարտեցինք եւ վերադարձանք հայրենիք։ Շարունակություն կար, բայց ասեցին գնանք մի քիչ հանգստանանք, հետո մի քիչ հայրենիքից կարոտ առնենք, չարժի դնենք մեզի, Զայրատ կա, հայրեն ոնց կլե։ Լիսկավորման։ Լիսկավորվենք, որ նորից մեկնենք հյուրախաղերի։ Կամո, քանի որ բոլորս գիտենք, որ դուք շատ ընկերասեր եք, լիքը ընկերներ ունեք, դժվար է ինձ թվում է պատասխանել այն հարցին, թե ամենահաճախը որ ընկերոջն եք ձեր զանգում, բայց փորձենք հիմա ընտրել ձեր ընկերներից մեկին, ով ձեր մասին գիտի այն ամենաքիչ հայտնի տեղեկությունը, հետաքրքիր պատմությունները, զանգենք ու թող մեզ պատմի։ Ես շատ ընկերներ ունեմ ու տարբեր բնակավարի, բայց քանի որ ես հաղորդման հյուր եմ, ես կփորձեմ իմ ընկերներից ոնց ասեմ, կլասով երաժիշտ, կոմպոզիտոր, դաշնակահար Կարեն Անանյանին կզանգեմ։ Գնացինք։ Կստացի իկալի երևի մոտ մի ամիսից ավել մենք իրար հետ ոչ խոսել ենք։ Համել կարոտը կառնեք, տեսնենք ոնց կարոտը կառնենք։ Մնում է Կարենը փորձերի մեջ չլինի։ Կարենը չպատասխանի, միանգամից ռեսկի հակառակ մարդու եմ զանգելու Թաթուլ Լավոյանին։ Օ, սպասում ենք։ Չի պատասխանում։ Զանգենք Թաթուլին։ Զանգենք։ Էդի կլի ձեր հաղորդման սենսացիոն հաղորդումը։ Թամ ջան, Ջանը տանուշ, աղբեր ջան, ոնց ես։ նորմալ ցավոտան։ Այսօր գալու եմ փորձի ընդեղ ես չէ լինելու։ Լսի, հիմա ես մի հատ հաղորդման հյուր եմ։ Այդ ման նկարահանման փուլում ենք ու հաղորդավարուին ասում է զանգի ընկերներից մեկին, ուզում եմ երկու բան հարցնի իմ մասին։ Դու պատրաստ ես իմ մասին երկու բան պատասխանես, աղբեր ջան։ Հենց հիմա։ Հենց հիմա։ Բողոք ծախսես։ Արանա ջան։ Թաթուլ ջան, բարև ձեզ։ Կամարջոբա գենացվալը։ Hello։ Թաթուլն է անգլերեն խոսակ նայ, հա։ Հա։ Ամերիկա ապրած է։
Թաթուլ ջան, մենք ուրեմն ուզում ենք Կամոյի մասին գաղտնազերծենք քիչ հայտնի տեղեկություններ, ինչ որ հետաքրքիր արտասովոր պատմություն կլինի, թե իրեն բնորոշ սովորություն, որ մենակ դուք գիտեք։ Ինչ կպատմեք։ Քիչ բարդ հարցեր մի դու հասարակ խոսա հետս։ Հասարակը ո՞րն է Թաթուլ ջան։ Ես եմ Երրորդ մասի եմ, ես օպերացիա եմ անում։ Ես էլ ճիշտն ասած նորատուսում եմ ծնվել։ Քյավորցի ես, բալեցա։ Դե Թաթուլ ջան, մի բան հիշեք էլի Կամոյի մասին։ Ես Կամոյի համար գիտես ինչ, գասա Կամոն, ինչ որ կյանքում անում է, սա հավեսով անում։ Ես այդքան բան կարամ ասել։ Դրանում կասկած չկա։ Նվագում է հավեսով է, աղու հացա սարքում հավեսով է։ Ընկերական շրջապատի մեջ սեղանի շուրջ կլնի, բեմի վրա կլնի, թե որտեղ կլնի, ինքը շատ հավեսին տղա է, դա ցավը տանը։ Իսկ ինչ պատմություն կհ Լավ, Մարդը պատրաստվում համերգի շատ հարցեր։ Լավ, Թաթուլ ջան, ստեղ ասում են անջատի շուտ արա։ Մերսի Թաթուլ ջան։ Կամոյան։ Ազի չներվայնացնի քեզ այդ ցավը տանը։ Всё, ցավը տանեմ։ Դե կտեսնում եք մեր գուշամից, ախպեր ջան։ Լավ, ախպեր ջան, լավ ցավը տանեմ։ Կարող զանգենք ձեր աղջկան ինչ որ հավես բան պատմի։ Հանա ջան, ես ինչ որն ես գցել ինձ։ Սեդ ջան։ Դասի ես թե հարբանա։ Նա ցես բարդ անունով հաղորդման եմ եկել։ Հիմա նկարահանման մեջ ենք։ Ու հաղորդավորին ուզում եմ քեզ հարցեր տալ։ Դուք արդյոք պատրաստ եք պատասխանելու այդ հարցերին։ Այո, ես ձեզ լսում եմ, բարև ձեզ։ Բարև ձեզ Սեդա ջան, իմ անունը Աննա է, շատ հաճելի է։ Նմանապես։ Սեդա ջան, մենք ուզում ենք ձեր հայրիկի մասին քիչ հայտնի տեղեկություններ, այսպես ասած գաղտնազերծենք, ինչ հետաքրքիր պատմություն կամ գուցե Կամոյին բնորոշ սովորություն կհիշեք, որ քչերը գիտեն եւ միայն դուք գիտեք կամ մտերիմ մարդիկ։ Ոյ, շատ բարդ բան եք ասում։ Դիտի ամենօրվա ընկերներս Պապայի հետ դե շատ ենք մենք ճանապարհորդում, ինքնաթիռում լինում։ Առաջի վայրկյանից մինչև վերջի վայրկյան ինքը քնում է։ Ընդհանրապես դիզում 12 ժամ թե 5 ժամանոց է դրիքը։ Դա երևի միակ բանն է, որ քչերը գիտեն։ Քչերը գիտեն։ Շատ հետաքրքիր։ Իսկ դուք չեք ձանձրանում մենակ 12 ժամ, որ հայրիկը քնում է, թե եղբոր հետ եք զրուցում։ Ես միայնակ երբեք չեմ լինում կամ եղբորը կամ մեր նվագախմբի տղաների հետ ենք լինում, շատ ուրախանք։ Բայց Սեդա հետ էլ ասա, որ զարթում եմ, սաղիդ կյանքը ուտում եմ։ Ահա։ Ինչ եք անում, որ Սեդա ջան, ինչ անում։ Անում ավելի էներգիայով է լինում։ Ես որ արթանում եմ, էլ չեմ թողում մնացածը քնեն։ Ահա։ Կամո, Սեյրանյան պրոջեկտում հանդես եք գալիս ձեր դստեր եւ տղայի հետ, դե նաեւ խմբի մյուս անդամները։ Հետաքրքիր է ընտանիքով բեմ բարձրանալը ինչ հետաքրքիր դժվարություններ գուցե առաջացնում է։ Տարաձայնություններ չեք ունենում դստերու որդու հետ։ Դժվարություն չկա, մեր համար արդեն սովորական է դարել։ Տարաձայնություններ մեկ-մեկ լինում է, որ ես ասում եմ, ես պետք է եկեք էսի արեք, ասում եմ, պապ լավ էլ է, ասում եմ, դու չգիտես, ես մեկ-մեկ ասում եմ, կարող է ես չգիտեմ, դե տարբեր ժամանակաշրջանի մարդիկ են, ասում եմ, այդքան ես արդեն մեծացել եմ կամ հին եմ։ Ո՞վ է հաղթում այդ կռիվներում, վեճերում։ Ով։ Ընդհանուր գալիս ենք մի հայտարարի, որը արդեն ես եմ մի քիչ խորը մտածում, շատ ժամանակ ասում եմ, աստորեն ճիշտ էին երեխեքը, կամ հակառակը իրանք ինձ են լսում, ու մենք նաև հաշվի ենք առնում մեր երաժիշտ ընկերների կարծիքը։ Մենք որ հավաքում ենք փորձի, ոնց որ մի մարդ լինենք։ Ու չեք պատկերացնում մեր բենդի տղաները ոնց որ մեր ընտանիքի անդամներ են լինում։ Ես բոլորին նույն ձև սիրում, հարգում եմ, նույն ձև վերաբերվում եմ, ոնց որ Սեյդային ու Լևոնին կվերաբերվեմ։ Իսկ հեշտ է իրենց հետ բեմում լինելը կամ գուցե օրինակ իրենց համար է սկզբում դժվար եղել, որ պապան դե բեմում է, գուցե ինչ որ կաշկանդվեն կամ։ Իսկ թվում է չէ։ Մենք դες խնդիրներ չենք ունեցել հեշտ ու սխալի։ Որոշել ենք, երել ենք։ Կարևորը, ասենց ասեմ, ես էլ փոքր ժամանակ բեմում կաշկանդող չեմ եղել։ Գիտեք, բեմն էս բան է,
50-60 տարվա վարպետ մարդը, ես իմ շրջապատից երաժիշտ ընկերներ գիտեմ, որ 100 տարվա վարպետ է, ինքը փոթից գլուխ վարպետ է, պրոֆեսոր է, բայց ելումա բեմ մեջ վախ կա այսօր, չգիտեմ ինչ կա, սիրտն է թրթռում, ձեռքերն է դողում, 100%-ով չի կարող հանդես գալ, ելույթ ունենալ։ Ես էլ չեմ ունեցել այդ խնդիրը, ու Լևոն ու Սեդան էլ չուներ այդ խնդիրը, դա շատ կարևոր բան է։ Կամ քանի որ նաև կորպորատիվ միջոցառումների եք մասնակցում, հետաքրքիր է որ դեպքերում եք մերժում կորպորատիվ միջոցառումների կոմերցիոն առաջարկները, իհարկե ֆինանսական հարցից բացի։ Ինչն է ձեզ համար կարևոր, որ Այսքան ժամանակ դες դեպք չի եղել, որ Բերժեն ինչ-որ չգիտեմ մի բան առաջարկածին մեզի, հա, եղել է դեպք մեծ միջոցառում էր, ինձ առաջարկեցին այդ բավականին շքեղ սրա էր, ինձ առաջարկեցին կարողա բան անենք դու վերևից ինչ-որ sense բան դες ինչ-որ մեխանիզմ կար, որ վերևից sense կոնստրուկցիա է իջնում, բա դու կտես ներկայացնեն, ասի այ բալա մասի, ու ես ցիրկաշ չեմ ասի, ես կլինեմ սովորական բեմին քայլելով կնվագեմ կգնամ, այդ մերժեցի, բայց այնպես չէ, որ ես մերժեցի, անկել ասին რომ դու չնվագես, այդպիսի բան է։ Կամո առաջարկում եմ մինչև շարունակենք այս երաժշտական թեման, մի շատ կարևոր նուրբ հարցից հիմա խոսենք, քանի որ գիտեմ, որ Հայկոյի հետ շատ մտերիմ ընկերներ եք եղել ու Հայկոյի մահից հետո էլ դուք շարունակել եք շփումը նրա որդու Արմանի հետ։ Հիմա քանի որ նրանք Ամերիկայի Միացյալ Նահանգներում են այս փուլում, ինչպես է շարունակվում շփումը։ Շփումը միշտ կա, ու մի հատ մի բան ասեմ, այս վերջի շրջանում ինչքան ինձ հյուր են կանչում առաջի հարցը հետ են տալիս, ես մի բան ասեմ, ես պատրաստ եմ հա խոսամ, բայց այնպես տպավորություն էլ չլի, ոնց որ այդ թեմայով անդադ խոսում ենք, հարաբերությունները միջև այսօր միշտ թե վիդեոզվանով Արմանի հետ, թե SMS-ներով, կատակներով, հումորներով, բայց մի բան կուզենամ ասեմ, Արմանը այն առաջվա երեխեն չի, արդեն Արմանը լուրջ տղա է, վերջ անգամ որ նայեցի, բոյով եւ ինձանից է բոյով արդեն սիմպաթիչնի տղա է ու շատ նման է Հայկոյին։ Էմոցիան ասեմ, այդպես ժողովրդական քթից դրած այդպես տղա է ու ես 100% համոզված եմ, որ Արմանը կարգին մարդ է դառնալու ու իր պապայի արժանի զավակն է լինելու, շարունակելու է այս կյանքում Հայկոյի անունը բարձր պահել։ Ինչի են այդ հարցը շատ տալիս, որովհետև Անահիտ Սիմոնյանը մի հարցազրույցում նշել էր, որ Հայկոյի ընկերներից միայն դուք եք, Կամո Սեյրանյանն է, որ կապը պահել է որդու հետ։ Իմ բոլոր ընկերները այդ բաները սիրկաները ուղարկում էին ինձ, թե Facebook-ի, թե Instagram-ի, թե չգիտեմ TikTok-ի, տեսել եմ, տեղյակ եմ այդ։ Ուզում եմ հասկանալ դուք որքանով եք այդ իրավիճակին ծանոթ ու ինչու է դա այդպես ստացվել, եթե կարող եք։ Ինչ իրավիճակի, Այսինքն որ միայն իր ընկերներից դուք եք շարունակում կապը պահել։ Շատ բանի չեմ տիրապետում, չգիտեմ Անահիտ չեմ կարող ասել։ Շատ լավ։ Մարդը ուրեմն ասել է, մի բան կա երևի ասել է, չգիտեմ։ Մի անգամ ասել եք, որ շատ դեպքերում այսօր հայկական երգարվեստում ռաբիզնել են անորականում։ Այ ո՞րն է նաև այդ առումով ռաբիզի որակի չափանիշը ու ինչու է դա այդպես, որ անգամ դա են անորականում հաճախ։ Մենք լավ ռաբիզ ունեցել ենք մինչև 90-ական թվականը։ Անա ջան։ Իմ սիրած ռաբիզը, որ ես լսել եմ հաճույք եմ ստացել, մինչև 90-ականների վարպետների երգածը այդ ռաբիզ չէր, ուղղակի նույն այդպես ժողովրդական երգերը մի քիչ ազատ էին երգում, մի քիչ ավելի խաղիկներով ու ավելի թույլ էին տալիս, իրանց ավելի մի քիչ մելիզներով կամ նոր չկրկնվեմ խաղիկների մասին եմ ասում։ Հետո այդ 90-ականից մի 10-15 տարի իմ համար անորակ ռաբիզ է եղել, բայց փառք Աստծո այսօր էլի ռաբիզ կոչվածը էլի լավ գալիս է հին են աղմուկներին, այդ կուլտուրան որ դրել են հին վարպետները, հիմա ահագի մաղվել է ու որակով
քաղաքային ֆոլկլորի ռաբիս կոպիտ անջում, քաղաքային ֆոլկլորի երկիչներ ունենք։ Իսկ որ ասում եք անորակ են անում, այ ո՞րն է այդ անորակը։ Անորակը ասենց ասեմ քեզ, գիտես ինչ, մի բանը եթե վեկալում ես, օրինակ այդ իմ ասած տարիներին վեկալում էին թուրքական երգերը ավելի վատ ներկայացնում։ Եթե մի բանը մարդիկ արդեն լավ արել են, կամ պետք է անես դրանցից լավ, կամ պետք է չանես։ Դարերով թուրքերն են հայկական երգերը, հայերեն են թուրքերեն երգել, ուզում եմ ասեմ, էդի ես գողություն չեմ համարում։ Էդի գողություն չեմ անում։ Հա, բան չունեմ ասելու, իրանք մեր թշնամի ազգն են։ Բայց որ թշնամությունը թողես մի կողմ, հարևան պետությունները դարերով մեկի արվեստին, մեկի երաժշտությունից օգտվել են։ Հայրենը վրացերեն են նվագել, վրացիներն հայերեն են նվագել։ Բայց այսօր որքանով եք ընդունելի համարում, որ նույն թուրքական երաժշտության ելևէջներով երգեր ենք ստեղծում։ Ես մտածում եմ, դուք պետք է մի հատ ռաբիս երգիչ կանչեք ու ես ձեր սա հարցերը տակ։ Դուք ինձ հարցեր տվեք 21-22 տարի դասավանդում եմ կոնսերվատորիայում։ Դրան էլ են գալու, բա իհարկե Կամո ջան։ Դե ուրեմն դրանից ուղղակի դուք ինքներդ եք այդ մասին խոսել, դրա համար հետաքրքիր հիմա ինչ եք կարծում։ Հարցազրույցներից մեկում։ Հա, բան չունեմ ասելու։ Հիմա խոսքը եկել է, խոսել եմ։ Հա, ուզում էի հասկանալ հիմա ինչ եք կարծում, էլի այդ թեմայի հետ կապված։ Կոնկրետ ձեր հարցը տվեք։ Տվեցի արդեն, պատասխանեցիք։ Հա, դե всё, էլի անցանք առաջ։ Անցանք առաջ։ Ինչի եմ այս թեմայից խոսում, որովհետև վերջերս դուդուկի թեմայով Արկադի Դումիկյանը մի երգ էր թողարկել եւ դրա շուրջ շատ քննարկումներ առաջացան։ Հիմնականում ասում էին, որ չպետք է ազգային արժեք ներկայացնող գործիքին երաժշտական մոտենալ այդ ձևով, ռուսերեն երգել կամ ոչ հայկական հնչյունային ելևէջներ օգտագործել։ Չգիտեմ, ես տեղյակ չէ, ոչ կարդացել եմ, ոչ լսել եմ այդ։ Երգը չեք լսել։ Ես մի բան գիտեմ, այդ տղեն միջև երգելը իմ լավ ընկերն է, մարդը դուդուկ է նվագել։ Ես հիմա իմ մոտ զավիշել ունեմ, որ մեր ընկերական հավաքությունների ժամանակ ինքը իմ դուդուկս վերցրել է, նվագել է, ու կստացի լավ էլ նվագել է, լավ էլ նվագում է։ Ինքը հաղթարել է այն գաղտնիքները, որ երաժշտական դպրոցի տարիներին սովորում են եւ տիրապետում են։ Ես որ լսեցի, զարմացա, ասի մալադեց Արգաշ ջան։ Հիմա մարդը ինչ վատ բան արել։ Իր երկի մեջ դուդուկը նվագել է, ներկայացել է։ Մեր ժողովուրդը պարապ, սարապ ժողովուրդ է, թողես առավոտից երկուն یا բանուգործ, դա համար ես կեսի չատը ստունը սոված դիվանին նստած է։ Իսկ դուք երգը լսել եք, հավանել եք։ Ես երգը լսել եմ, դուդուկն լսել եմ, նորմալ երգ է։ Ինչ վատ երգ է։ Օրեկան օրը 100 երգ է դուրս գալիս։ Հիմա բանուգործերից թողենք, մենք երաշտագետ չենք կամ լսում ենք ըստիս մտմանից գնում է։ Բան չունեմ ասելու, երգեր կան, որ մնայուն են։ Բայց այսօր շոու բիզնեսում ինչ որ կատարվում է, արկածիկին թողենք մի կողմ։ Այսօր շոու բիզնեսում ինչ որ կատարվում է, իմ համար 99% երգերը թիթեռի կյանք ունեցող երգեր են։ Կանանք օրինակներով բերենք, հետ գնանք ամենահայտնի երգիչի, չգիտեմ որ երգը, խիտ դարավ, անցավ գնաց։ Քանի որ դասավանդում եք, նաև շփվում եք երիտասարդ ներկայացուցիչների հետ այսօրվա, ինչպիսին են նրանք եւ արդյոք նաև երիտասարդ արտիստներին լսում եք, հավանում եք նրանց կատարումները։ Երիտասարդ, ուրեմն բոլոր ժամանակներում էլ միշտ եղել է լավ ուսանող, վատ ուսանող, բայց կոնկրետ ես խոսեմ իմ ամբիոնի, իմ դասանի մասին, ընդհանուր դուդուկի դասանի մասին, դուդուկ գործիքը ես իմ բոլոր հարցազրույցներում միշտ ասում եմ, որ դուդուկ գործիքը վարձունքի վրա է ու միշտ էլ լինելու է, որովհետև դուդուկը հայկական մեր ծիրանապողն է ու բոլոր ամեն տարի էլ ընդունելության քննություններին փայլուն դուդուկարներ են ընդունվում, ավարտում, դուդուկի մասին կարող եք չմտածել, դուդուկը միշտ մերն է լինելու ու միշտ բարձր հիմքերի վրա է լինելու։ Իսկ մեր երիտասարդները ոնց են այդ Դուդուկան երիտասարդների մասին է խոսքը։ Եվ եթե նաև ոչ դուդուկահարների հետ շփում ունեք, որպես երկարվեստում գտնվող երիտասարդ արտիստներ, նույն ձեր աղջիկն էլ շատ ընկերներ ունի, կարծում եմ, ոլորտում գտնվող, որոնց գուցե կճանաչեք։ Նայեք ասեմ, որ նույն այս շանթի նախագծերում, որ ժողովրդական, ես այդ ժամանակով հետևում եմ, լինում է, որ փայլուն սերունդ կա, փայլուն երգիչներ կան, երաժիշտներ կան։ Ու լինելու է միշտ լավն էլ է լինելու, վատն էլ է լինելու։
Ինչքան էլ լինում է դեպքեր վատերին բրտում են, այնքան են բրտում, որ մի տեղից ընկնում է։ Իսկ լավին չեն բրտում, լավ ինքյանով աճում է ու իր տեղը գտնում է։ Այն որ պատիժ կեն անում, չգիտեմ, հորոխբերես ինչ երկիշն է, մորքուրը, չգիտեմ, ես ինչ քոլեջի տնօրենն է կամ դիրեկտորն է, դրանք շինծու բաներ են, Անա ջան։ Ով որ տաղան չունի, ես խորհուրդ եմ տալիս այդ մարդկանց ազգուտակին ու ծնողներին, այդ երեխեքին զորով չուզենան բան անեն։ Հա, բոլորը կուզենան իրաց երեխեքը հայտնի լինեն։ Բայց չկա մեր աշխի առաջ երեխեքի կանեկան ու կորան, աճասին ու կորան։ Ու այստեղ դուք հետաքրքիր ես առումով ինչ խորհուրդներ եք տալիս նաև ձեր երեխաներին, ովքեր որ այսօր երկարվեստում են ու իրենց քայլերն են անում։ Եթե ես զգայի իմ երեխեքը вообще երկից եղրուն, ես հիմար մարդ կլինեի, զորով իմ երեխեքին երկիչ կամ երկչուհի սարքեի։ Դա նորից եմ ասում, ծնողը իր ձեռով իր երեխու տունը քանդում է, որ ուզում է զորով իր մասնագիտության տա։ Դաշե որ միասին բեմին վրա կանգնած չենք լինում, ես զակուլիս եմ ելնում, ես նայում եմ ժողովուրդը ոնց է ընդունում։ Ու ես նայում եմ ինքը ոնց է կատարում, ինքը ոնց է մտնում այդ երգի մեջ։ Իսկ միասին եք ընտրում ինչ երգեր ներկայացնեք, ինչ համարներ ներկայացնեք։ Դե բնականաբար միասին էլ ենք ընտրում, դե ասած ասեմ, իմ տարիների փորձը արդեն գիտեք հոտառությունը։ Դե ես գալիս ասում եմ եկեք սենց անենք, եկեք ես հին երգը բերենք, ասում են չէ, հետո մյուս օր ասում են կարա աշխատի, հիմա սաղ աշխատելու վրա է։ Նախ առաջին սաղ հիմա ամեն ինչը մատուցման մեջ է, ոնց կմատուցես, նույն 30 տարի առաջվա երգը։ Փորձում ենք, տեսնենք ինչ կստացվի։ Սեյանյան պրոջեկտը էսա հունիսին կդառնա 2 տարեկան։ Միջև այդ ես իմ բենդը չեմ ունեցել։ Ունեցել եմ իմ լավ երաժիշտ ընկերները, ես տասնյակ տարիներով, ես որ կորպորատիվներ էի ունենում, ես ուզում էի բոլոր իմ ընկերներին սենց տնավարի ասեմ, խեր տայի, բոլորին ուզում էի, էլ մեր մի համերգ կամ չգիտեմ մի կորպորատիվ գնում է այս երաժիշտներից հետ, հետո գալիս ասում եմ մյուս ընկերներից տանեմ, հետո մյուսին տանեմ, ու այդտեղից ես քաղաքի լավագույն երաժիշտների հետ ես համագործակցել եմ տարիներով, բոլորն էլ գիտեն, բոլորն էլ հաստատ են դրա մասին, բայց հետո արդեն Լևոն ու Սեդան արդեն մեծացան, արդեն ես զգացի պետք է մենք մեր ունենանք։ Կամո ես առաջարկում եմ հիմա լսենք ձեր դուդուկի միջոցով ֆիլմային մի քանի սաունդթրեքեր։ Բայց ես գործիք չեմ բերել։ Տանն եք թողել։ Տանն եմ թողել, դուք ունեք ստեղ գործիք։ Հա, այստեղ մենք ճիշտ ասած պատվիրել էինք Կամո Սեյրանյանից ինքն է ուղարկել։ Փորձ եմ Աննա ջան, ձեր խաթր որ ասեցիք գործիք բերեք, ճիշտ ասած Համոզել եմ, համոզել։ Մեզ որ չփախրի տակը։ Հայկո ես խոսեցինք, եկեք առաջի ստեղծագործությունը Հայկոյի սպանված աղավին նվագեմ, մի մեղեդի, որ դարել է իմ ոնց որ այցեքարտը, չկա տենց մի համերգ, որ ես ստեղծագործությունը չնվագեմ ու Հայկոյի մասին չխոսեմ։
Կամո առաջարկում եմ եւս մեկ ֆիլմային երաժշտություն լսենք ձեր կատարմամբ, որը կարող ենք։ Շատ հայկական թե Ոչ հայկականներից, եթե կարելի է։ գիտես ինչ ես ուզում եմ։ Մերսի, որ եկաք մեզ մեր տաղավար եւ ունեցանք, կարծում եմ, հետաքրքիր ու անկեղծ զրույց։ Ես էլ եմ շնորհակալ։ Կամո Սեյրանյանն էր մեր տաղավարում, իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, կոմենտել, սրտիկել, բոլոր կարևոր քայլերը անել եւ սպասել մեզ հաջորդ շաբաթ։ Breakpoint Բեկումնային պատմություններ Go Sport 96.3 FM-ի ոդքասթային եթեր